Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մեր այսօրվա հերոսը հայկական սպորտի գեղեցկուհիներից մեկն է։ Նա համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող է, Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր։ Մեր չեմպիոնը Վարսենիկ Մանուչարյանն է։ Ողջույն Վարսենիկ, սիրում ես մարտի 8-ը, ինչ խորհուրդ ունի այն քեզ համար։ Մարտի 8-ին դու ավելի կարևոր ես լինում։ Նու ճիշտ ամենասած օրին էլ ես կարևոր, բայց հենց այդ օրը ավելի կարևոր ես։ Դրա համար ես սիրում եմ այդ օրը։ Ծաղիկներ սիրում ես։ Այո, շատ։ Երբեմն լողավազանում ծաղիկ նվեր ստացել ես։ Դե մարտի 8-ը շնորհավոր, միշտ այսպես գեղեցիկ լինես, միշտ գնահատված ու սիրված։ Շնորհակալ եմ շատ։ Շարունակենք կանանց տոնի խորհրդի հետ կապված մեր զրույցը, Վարսենիկ, կին մարզիկ լինելը Հայաստանում ինչ դժվարություններ է առաջացնում։ Ինձ թվում է հենց արդեն կին լինելն է դժվարություն առաջացնում Հայաստանում, բայց հենց երբ որ դու մարզիկ ես լինում, ավելի շատ բոլորը կենտրոնանում են քո մկանային կառուցվածքի վրա, բայց ուզում եմ ասեմ, որ այդ շատ գեղեցիկ է, երբ որ կինը մարզված է լինում ու իմ համար էլ է շատ գեղեցիկ, իսկ դժվարություններից այն է, որ մարդիկ միշտ ասում են, այ մկանոտ է, վայ, ինչքան մեծ մկաներ ունի, այդ ամենաշատը էլի դժվարություն առաջացնում մարդկանց կարծրատիպերը, մտածելակերպը։ Ինչ կասես այն աղջիկներին, ովքեր սիրում են սպորտը, բայց դեռ վախենում են ընտրել այդ ուղին։ Առաջինը վստահ լինեն, թե ինչի համար են ուզում ինչ են ուզում գնան սպորտի, առաջինը հասկանան իրենց նպատակը որն է ինչ-որ սպորտաձևի գնալու համար ու հասկանան, որ սպորտը առողջություն է, բայց ոչ մեծ սպորտը, այլ հենց ուղղակի գնալ սպորտով զբաղվելը ու հասկանան, որ առողջության համար են գնում այդ անեն, այլ ոչ թե ինչ-որ բաների։ Վարսենիկ, դու 7 տարեկանից լողում ես։ Ինչու ընտրեցիր այս մարզաձևը, հատկապես որ քո ընտանիքում բասկետբոլիստ կար։ Ես չեմ ընտրել, անկեղծ տատիկս է ընտրել լողը, քանի որ ես շատ սիրում էի կռիվ անել ու մտածում եմ, եթե ինձ տանեն այնպիսի սպորտաձևի, որտեղ ես կտիրապետեի արդեն ինչ-որ հնարքների, շատ լավ չէր լինի, էլի շատ մարդկանց համար։ Դրա համար որոշեցի այնպիսի սպորտաձևի գնամ, որտեղ ավելի հանգիստ կլինեմ, ավելի իմ էներգիան ավելի ճիշտ կօգտագործեմ, քան թե երբ որ ինչ-որ մենամարտային սպորտաձև կլիներ։ Որն է այս մարզաձևի յուրահատկությունը։ Ինձ թվում է հանգստությունը, բայց միաժամանակ հանգստության հետ կա նաև ուժ, մեծ ուժ ու գեղեցկություն։ Բարդ մարզաձև է։ Չափից դուրս, այո, որովհետև դու ինքդ քո հետ ես ամեն անգամ պայքարում, ամեն անգամ կռվում ու երբ որ դու չունես ֆիզիկական կանտակ, շփում չունես, այդ ավելի դժվարացնում է, քանի որ երբ որ դու գիտես, որ քո դիմաց կա ինչ-որ մրցակից, ում դու կարաս հարվածես կամ խփես, գցես, իսկ լողում այդպես չի, անընդհատ դու շարժում ես, շարժումներ ես անընդհատ կատարում ու այդ ավելի դժվար է, քան երբ որ քո դիմաց գիտես, որ ինչ-որ մարզիկ կա կանգնած։ Բայց կողքիդ մրցուղում տեսնում ես մրցակցիդ ու պայքարում ես նրա դեմ։ Ամեն մեկն է առաջինը ինքը իր հետ է մրցակցում, հետո նոր մնացածի։ Շատ կարևոր է նշեմ, որ հենց բոլորն է այդպես են մոտենում լողին, որ առաջինը բոլորը իրենց հետ են մրցում, հետո նոր մնացածի։ Վարսենիկ, ի տարբերություն շատ աղջիկների, որոնք սպորտում խրոխտ են, ի տարբերություն նրանց դու ավելի թիթիզ ես։ Ինչպես ես համատեղում սպորտում լողը, թիթիզությունը ու նաև սպորտը։ Թիթիզ Շատ լավն էր, ինձ թվում է իմ էությունն է, ես համ շատ չի ասի կոպիտ եմ, շատ խրոխտ ասեցիք, հա որ խրոխտ, ուղղակի միշտ բոլոր մարդիկ մտածում են, եթե աղջիկը զբաղվում է սպորտով, ուրեմն ինքը իր կանացիությունը, իր գեղեցկությունը կորում է, իսկ ես ուզում եմ փորձել ապացուցել հակառակը, որ դու կարող ես լինել շատ մկանոտ, դու կարող ես լինել շատ ուժեղ, միաժամանակ, բայց նաև գեղեցիկ, կանացի, նուրբ։ Ինչ է տվել լողը քեզ այս ընթացքում։ Լողը ինձ համար կարելի ասել իմ կյանքի իմաստն է ու ես իմ ամբողջ կյանքը արդեն պատկերացնում եմ մենակ լողի մեջ ու առաջինը ինձ տվել են, որ ես ավելի դարձել եմ պայքարող, ես երբեք չեմ հանձնվում, երբ որ ինչ-որ դժվարություն է լինում, որովհետև լողը
ինքը այն սպորտաձևերից է, որտեղ անընդհատ դժվարություններ կան, անընդհատ, երբ որ դու մտնում ես ջուրը, երբ որ դու անընդհատ պարապում ես մի պատից մյուս պատը, ու կարելի ասել նաև ձանձրալի սպորտաձև է, ինչը նաև ինձ մեջ կոփել է, որ ոնց որ միապաղաղությունը կարելի ասել երբեմն նորմալ է։ Վարսենիկ, դու համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող ես։ Անկեղծ լինեմ, Հայաստանում լողում հաջողությունների հասնելը հեշտ չէ։ Ինչպես կարողացար հասնել այդ հաջողության ու գիտեմ, որ քչերն էին հավատում։ Ես չէի հավատում, անկեղծ։ Երբ որ ես գնացել եմ մրցումների, ինձ հետ ոչ մի մարզիչ չէր եկել, մեր ինստիտուտի անձնակազմն էր եկել, մարզիկները ու իրենց մարզիչները, ինձ հետ ոչ մեկ չկար, ու ես հասկացա, որ ինձ պետք է ավելի կենտրոնանամ, ինձ պետք է իմ ուժերը լրիվ հավաքեմ ու գնամ անեմ այն ինչ որ ոչ մեկ չէր արել, ու ես հասկացա, որ ես այս պայքարում մենակ եմ ու պետք է ես հաղթողի դուրս գամ այս պայքարից։ Երբ որ արդեն գնացինք լողաբազան, ես տեսա իմ մրցակիցներին ու սենց մտածեցի, ասեցի, չէ, այստեղ ես պետք է հաղթող դուրս գամ ու այդպես էլ եղավ։ Քո առաջին օլիմպիական խաղերը Տոկիոյի օլիմպիական խաղերն էին։ Այդ ժամանակ դու դեռ 17 տարեկան էիր, տակավին երիտասարդ, բայց մեծ բեմում։ Ինչ էր այդ փորձառությունը քեզ համար, ինչ տվեց քեզ Տոկիոյի օլիմպիական խաղերը։ Օլիմպիական խաղերը ինձ տվեց ավելի մեծ փորձ, քան մնացած մրցումներին, որ ես գնում էի։ Ճիշտ է, ես ունեի փորձառություն, շատ մրցումներ գնալու, բայց օլիմպիական խաղերը լրիվ ուրիշ մթնոլորտ էր, լրիվ ուրիշ զգացողություններ էին ու այդտեղ ես լրիվ հասկացա, որ նոր մարզական փուլում եմ ես գտնվում։ Ինձ համար շատ կարևոր էր, երբ որ ես գնացի օլիմպիական խաղերի, էլ ինձ ոչ մեկ չէր հավատում, որ ես կգնամ, բայց ես էլի կարողացա ապացուցեմ, որ ես արժանի եմ օլիմպիական խաղերի գնալուն։ Փարիզի օլիմպիական խաղերում արդեն անհամեմատ փորձառու էիր։ Ինչ դասեր քաղած էիր գնացել դեպի Փարիզի օլիմպիական խաղեր ու ինչ էիր փոխել քեզ մոտ։ Տոկիոյում շատ մեծ լարվածություն ունեի, որովհետև այդ ժամանակաշրջանում լողին սկսեցին մեծ ուշադրություն դարձնել ու երբեք այդպիսի բան չէր եղել իմ կարիերայում գրանցած, որ այդքան ինձ հարցազրույցներ վերցներ, նկարահանումներ լիներ ու այդ ավելի մեծ պատասխանատվություն կար այդտեղ մեծ ու ես շատ զարմացած էի, որ այդքան նկարանումներ եղան, այդքան հարցազրույցներ եղան ու ես շատ մեծ լարվածություն ունեի ու ես ուզում էի շատ լավ հանդես գայի, իսկ այդ իմ լարվածություն, ես որ ցանկանում էի շատ լավ հանդես գայի, այդ ինձ ավելի լարվածություն, իմ մեջ ավելի շատ մեծ լարվածություն էր մտցնում։ Երբ որ օլիմպիական խաղերի լողավազանում էի արդեն, այդ իմ լարվածությունը ավելի մեծացավ, չափից դուրս, որ արդեն սենց դող էր սկսել ինձ մոտ, բայց երբ որ ես լողացի ու վերջացրեցի, ես նորից նայեցի, թե ես ոնց եմ լողացել, ոնց եմ դուրս եկել ու ես տեսա ինչ սխալներ եմ ես արել ու մինչև դա էլ երբ որ քոլրում նստած էինք, ես հիշում էի, թե ես ինչեր էի մտածում ու երբ որ ես գնացի Փարիզի օլիմպիական խաղեր, ես սենց իմ մեջ մտածեցի ու հասկացա, որ ինձ պետք է լրիվ ոչ մի բանի մասին չմտածեմ, գնամ անեմ այն, ինչ որ ես պետք է անեմ ու ավելի լավ հանդես եկա Փարիզի օլիմպիական խաղերում, քան Տոկիոյում։ Փարիզի օլիմպիական խաղերում փոխել էի լողավոճը, ազատ ոճից անցել էի բատերֆլայ։ Հեշտ է մրցակցային ձևում փոխել լողավոճը, որովհետև գիտեմ բավականին երկար տարիներ աշխատել էի ազատ ոճի վրա, կարճ ժամանակում անցում կատարել դեպի բատերֆլայ, իսկ բատերֆլայը ավելի բարդ լողավոճ է։ Լողում կա մի հատ նրբություն, երբ որ դու տարիներ շարունակ նույն բանն ես անում, քո մկանները հոգնում են ու կարելի ասել հոգեպեսել ես հոգնում նույն լողավոճից։ Դրա համար ես իմ մարզիչին միշտ ասում էի, եկեք փոխենք էլի իմ լողավոճը, եկեք փոխենք, արդեն հոգնել եմ, իսկ իմ մարզիչին ինձ ասում էր, սպասի ժամանակը գա ու կփոխենք։ Ու երբ որ արդեն օլիմպիական խաղերի էի պատրաստում, հենց այդ ժամանակ է փոխեցի ու արդյունքներս ավելի արագ աճեցին, քան երբ որ ես լողում էի կրոլ, ազատ ոչ, ու ես ինձ ավելի ազատ էի զգում բատերֆլայում, քան ազատ ոճի մեջ։ Շարժվում ես դեպի Լոս Անջելես 2028 ու հատկապես ինչ կուզեիր այդ օլիմպիական խաղերում փոխվել Վարսենիկի մեջ։ Միանշանակ իմ նպատակը Լոս Անջելես 2028-ն է, բայց ես ուզում եմ այնտեղ հանդես գալ այնպես, որ
բոլորի ուշադրությունը լինի հենց լողի վրա ու բոլորը ասենց զարմանան թե այս ոնց եղավ այսքան կարճ ժամանակում այսպիսի արդյունք չեմ ուզում ասեմ ինչ արդյունք եմ ուզում ոնց որ երբ որ կգնամ օլիմպիական խաղերին հենց լողավազանում կլինեմ այդ ժամանակ կերևա ինչ արդյունք կլինի բայց իմ նպատակը հենց դա է Ինչ ծրագրով ես մարզվում օլիմպիական խաղերի համար Անկեղծ շատ ծանր պլաններ ունենք հիմա շատ պարապմունքային պլանները լրիվ փոխվել են հենց 2028 թվականի համար Հուսով եմ կստացվի այնպես որ կգնամ այլ երկիր մարզվելու որպեսզի իմ ֆիզիկական նորմերը ավելի լավացնեմ տեխնիկան տակտիկան Եթե ստացվի չեմ կարող ասել հաստատել թե չէ, բայց շատ կուզենամ, որովհետև ես զգում եմ ու ես գիտեմ, որ եթե ես դուրս գամ ու ես ունենամ այլ մրցակիցներ, որոնք ինձնից ավելի ուժեղ կլինեն կամ իմ չափ կլողան, այդ ինձ ավելի կմոտիվացնի, ավելի մեջ ձգտումները կշատանան։ Վարսենիկ, մի առիթով նշել ես, որ պարզապես վայելում ես լողի հետ ամեն հանդիպումը։ Արդյոք ջուրը քո տարիքն է։ Ջրի մեջ ինձ ավելի շատ ազատ եմ զգում, ջուրը կարելի ասել ջուրն ու ես մի մարմին ենք դառնում, երբ որ ես լինում եմ ջրի մեջ, ես ամեն ինչի մասին մոռանում եմ, թե առօրյա խնդիրներ, թե ինչ-որ պրոբլեմներ, որոնք կարող են, ոնց որ, չգիտեմ, երբ որ նեղվես դրանցից, դրա համար ես շատ եմ սիրում, երբ որ ես ջրի մեջ եմ լինում ու անկեղծ ես, եթե հնարավորություն ունենա, ես միշտ ջրի մեջ կմնայի։ Լուրջ երբևէ չի եղել, որ հիասթափվես լողավազանից ու չուզենաս մտնես լողավազան։ Անկեղծ երբեք չեմ հիասթափվել կոնկրետ ջրից կամ լողից, ուղղակի ես հիասթափվում եմ այն ամեն ինչից, որ Հայաստանում ուշադրություն չեն դարձնում լողին, այսինքն երբ որ դու պարապում ես ու դու մնում ես ոնց որ կոպիտ ասած նույն տեղում ես մնում, չեն քեզ հետևում, չեն ինչ որ առաջարկներ անում, որոնք քեզ կարան տանեն ավելիին Լողի մարզումները բավականին բարդ են։ Լողալիս ինչ մտքեր են գալիս։ Առաջինը մտածում եմ, ես կարող եմ, ամեն անգամ ես լողալուց ես կարող եմ։ Երբ որ օրինակ չի ստացվում, մտքիս մեջ գալիս են այն միտքը, որ պատրաստվում եմ օլիմպիական խաղերին, պետք է շատ աշխատեմ, անընդհատ աշխատեմ, այդ մտքերը ու մեկ-մեկը երգում եմ։ Որն է ամենաբարդը եղել քո մարզական ուղում։ Պատրաստվել 2024 թվականի օլիմպիական խաղերին։ Իսկ ինչու։ Շատ մարդիկ կային այդ ընթացքում, որ ցանկանում էին գնալ օլիմպիական խաղերի ու մրցակցությունը այդ ընթացքում շատ մեծ էր, բայց ես իմ մեջ հասկանում եմ, որ ես ավելի ուժեղ եմ, հոգեպես ավելի լավ պատրաստ եմ ու ֆիզիկապես եմ լավ պատրաստ ու ես վստահ եմ ինչ որ ես անում եմ ու ինչի համար եմ ես անում։ Գիտեմ քո կյանքում շատ են եղել սպորտային արկածները։ Խնդրեմ պատմես։ Սպորտային։ Ամենահետաքրքիրի մասին միգուցե։ Իսկ մա օլիմպիական խաղերի ժամանակ Ֆրանսիայի նախագահի հետ նկարվելը, Մակրոնի հետ նկարվելը, անկեղծ չէի սպասում։ Թիմով դուրս էինք եկել, որ գնանք ճաշարան, իսկ ճաշարանի ճանապարհին շատ ոստիկաններ կային, շատ կոստյումով, այսպես ասած, մարդիկ կային, ու ես ոնց որ պատտվում եմ ու ասում եմ մեր թիմի երեխեքին, ասում հաստատ Մակրոնն է գալու էլ, ինձ ասում եմ Խի պիտի գա, ինչի պետք է գա, ասում եմ դե լայք ինչքան մարդ կա էլի, մանավանդ ոստիկաններ եկան, հաստատ ինքն է էլի գալու ու գնում ենք ճաշարան, նստում ենք մեջտեղի հատվածում ենք նստում, որտեղ համարյա բոլորը ով գալիս է, մենք տեսնում ենք էլի ու հենց այդ պահին Մակրոնը գալիս է ու ես նստած մտածում եմ մոտիկանամ թե չմոտիկանամ, գնամ ասեմ կարամ նկարվեմ թե չէ, անկեղծ շատ է ամաչում, բայց հետո հասկացա որ Այս մարդուն էլ ոչ մի անգամ չեմ տեսնելու էլի, գոնե գնամ նկարվեմ հետը, հուշ կմնա ու տենց է եղավ։ Վարսենիկ, օլիմպիական գյուղում անձամբ ես էլ եմ եղել։ Իմ համար դա իսկապես պատմություն էր, իսկապես մի բան, որը ուրիշ այլտեղ չես կարող տեսնես։ Մարզիկի համար դա ինչ է։ Երբ որ ես փոքր էի ու դիտում էի 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերը, ես երբ որ նայում էի, մտածում էի ինչ լավ կլիներ, որ ես հայտնվեի այդտեղ, ոնց որ այդ միջավայրում, որտեղ բոլոր հայտնի մարզիկներն են, ու երբ որ դու արդեն մեծ տարիքում ես հայտնվում, դու տենում ես բոլոր լեգենդար մարզիկներին, դու իրանց հետ մի ոնց որ տարածքում ես, դու միտեղ իրանց հետ հաց ես ու դու միտեղ քնում ես ու այդ շատ մեծ մոտիվացիա է տալիս, որ դու էլ դառնաս այդ ձևի ու շատ մարզիկներ է, շատ օրինակ երեխաներ են նայեն քեզ ու ուզենան ու հայտնվեն այդ միջավայրում կամ օրինակ քո կողքին։ Վարսենիկ, եղել է դեպք, որ լողի հմտություններն օգտագործես ծովում ավելի խորը կամ ավելի հեռու գնալու համար։
Անկեղծ ունեցել եմ ծովում փորձառություն լողալու, բայց լավ ավարտ չի ունեցել։ Ես այդ երևի իմ կյանքում առաջի դեպքն էր, որ ես ջրից վախեցել եմ, անկեղծ շատ մեծ ալիքներ են ու ես ինքս իմ վրա վստահ եմ, որ ես շատ լավ եմ լողում ու հաստատ եթե ես գնամ խորը, ուրեմն ես կկարողանամ, շատ ինքնավստահ եմ ու երբ որ ես մտա ջուրը ու խորը գնացի, սկսեցին մեծ ալիքները ու այդ ալիքները ինձ պտտեցին ու ես երկրորդ ալիքի տակ պտտվեցի ու ոնց որ ինձ գետին խփեց ալիքը, ու իմ ատամը ջարդվեց ու ես առանց ակնոցի էի ու համարյա թե խեղդվում էի։ Այսինքն խորհուրդ ես տալիս խորը չգնալ։ Ես խորհուրդ եմ տալի ընդհանրապես ալիքների ժամանակ ծով ու ընդհանրապես ջուր չմտնել։ Վարսենիկ, քեզ միշտ տեսնում ենք, քեզ միշտ հիշում ենք ուրախ ժպիտով։ Արդյոք քո ներսում միշտ ուրախություն է։ Իրականում ես այդքան էլ ուրախ մարդ չեմ։ Ինչքան է որ տենց երևում է, ես ունեմ շատ մտածմունքներ, մտահոգություններ, բայց ես հասկանում եմ, որ այդ ամեն մարդ չի որ պետքա տեսնի, ու այդ ամեն մարդ չի որ դրա մասին պետքա իմանա, որովհետև այս կյանքում իմ համար այս կյանքում ուժեղ մարդ են մարդն, ով իր դժվարությունները կարողանում է հաղթարի մենակ, այլ ոչ թե երբ որ անընդհատ դրա մասին խոսում է կամ բողոքում է, այլ երբ որ դու դա լուր ու շատ ոնց որ գեղեցիկ կարողանում ես այդ անցնել։ Կարելի է ասել կյանքին թեթև ես նայում։ Երբեմն այո, երբեմն ոչ, ինձ թվում է կախված է թե ինչ իրավիճակներ են լինում, բայց երբեմն շատ մատերի արանքով եմ նայում, կարելի ասել։ Վարսենիկ, եւ վերջում անդրադառնանք կանանց տոների խորհրդին։ Ինչ կցանկանաս ասել այն աղջիկներին, ովքեր պայքարում են ու գնում դեպի իրենց երազանք։ Սիրելի կանայք, դուք ավելի ուժեղ եք, քան դուք կարծում եք, ու ձեզ չի կարող հանգարել անգամ այն տղամարդ, ում դուք սիրում եք։ Դե ինչ, եթերում չեմպիոնի հետն էր, իսկ մեր չեմպիոնը ուրախ ժպտերես ու գեղեցկուհի Վարսենիկ Մանուչարյանն էր։